Բարև ձեզ հարգելիներս, ինչպես խոստացել է, այսօր կխոսեմ ջրհոսների մասին։ Ջրհոսներ են համարվում նրանք, ովքեր ծնվել են հունվարի 20-ից մինչև փետրվարի 19, մետաղը ուրան, տարրը օդ։ Կառավարում է ուրան մոլորակը եւ նրանց տալիս հանկարծակի լուսավոր մտքեր եւ հեղափոխական ոգի։ Դասական աստղաբանության մեջ նրանց կառավարում է Սատուրն մոլորակը եւ ապահովում նրանց տրամաբանությունը, համառությունը, նպատակասլացությունը։ Էներգետիկ թալիսմաններն են հունվարի 20-ից մինչև 31-ը Փիրուզ կամ հասպիս, փետրվարի 1-ից 10-ը Սարդիոն, փետրվարի 11-ից 19-ը Զմրուխտ։ Ուրանը կառավարում է մարդու սրունքները, կոճը, ոտքերի մատների ջլերը, նյարդային համակարգը, արյունը, սիրտը։ Եթե ուրանը ձեր քարտեզում ունի վատ դիրք, ապա կարող են լինել ալերգիաներ, արիթմիա կամ կաթված։ Սա չի վերաբերվում բոլոր ջրհոսներին։ Ամեն բան կախված է ձեր անձնական քարտեզից։ Ջրհոսների համար ազատությունը բացարձակ արժեք է։ Նրանք չեն հանդուրժում սահմանափակումները, գաղափարները կամ խիստ վերահսկողությունը։ Սա վերաբերվում է թե անձնական կյանքին, թե մտածողական։ Նրանք հաճախ ընտրում են սեփական ճանապարհը, նույնիսկ եթե այն հակասում է ընդունված նորմերին։ Հիմնականում նրանք իդեալիստներ են, ուտոպիստներ, փիլիսոփաներ, սոցիալական մտածողներ, հեղափոխականներ, ապստամբներ։ Դա կախված է իրենց հոգևոր մակարդակից եւ զարգացումից։ Ջրհոսները օժտված են վերլուծական փայլուն մտքով։ Նրանց հաճախ անվանում են ապագայի մարդիկ, քանի որ նրանց գաղափարները սովորաբար տարիներով առաջ են անցնում ժամանակից։ Նրանք սիրում են տեխնոլոգիաները, գիտությունը եւ այն ամենը, ինչը կարող է բարելավել աշխարհը։ Ջրհոսները չեն վախենում լինել տարօրինակ կամ տարբերվող։ Նրանք ունեն ինքնատիպ ոճ։ Հաճախ նրանց շրջապատում կարելի է տեսնել ամենատարբեր խավերի ու տեսակի մարդկանց։ Քանի որ նրանք չունեն նախապաշարմունքներ, չափազանց ինքնավստահ են, իրենց գաղափարներն ու ծրագրերը նրանք իրագործում են ի հեճուկս ցանկացած ընդդիմության եւ բացառիկ ինքնատիպության շնորհիվ։ Իսկ եթե այն գործը, ինչպես որ նրանք են մտածում, արժանի չէ իրենց ուշադրությանը կամ իրենք կորցրել են հետաքրքրությունը իրենց հերթական գաղափարի նկատմամբ, ապա նրանցից ավելի ծույլ մարդ պարզապես դժվար կլինի գտնել։ Հայտնվում են բազմաթիվ ինքնաարդարացումներ։ Բայց ամենից առաջ նրանք հիմնականում անհետանում են տեսադաշտից, որպեսզի որոշ ժամանակ անց վերադառնան նոր գաղափարներով, իսկ շրջապատը այդ ընթացքում ստիպված է ուտել այն, ինչ նրանք եփել են։ Եթե ջրհոսները ինչ-որ բանում վստահ են, ապա անհնար է նրանց համոզել։ Եթե նրանց հետ գործ եք բռնել, ապա հարցերը պետք է լուծեք արագ, քանի որ նրանք իմպուլսիվ են, շարժվում են ազդակներով եւ չթողեք այն վաղվան։ Եթե ցանկանում եք ունենալ ջրհոսընկեր, ապա ընդունեք նրանց այնպիսին, ինչպիսին որ նրանք կան։ Նրանք կարող են անհետանալ անորոշ ժամանակով, նույնպես անսպասելի ներկայանալ, ասես ոչինչ չի եղել։ Լիակատար վստահությամբ, որ դուք իրենց սпасել եք, իսկ եթե դրամաներ անեք, ապա նրանք կրկին կանհետանան։ Ջրհոսները խառնուրդ են օդային նշանների, կշերքի եւ երկորյակի։ Նրանք մեկից վերցնում են արտաքին բնույթը, իսկ երկրորդից գերազանց հատկությունները։ Ջրհոսները բազմակողմանի զարգացած են, ուստի նրանց կարելի է տեսնել ամենատարբեր ոլորտներում, օրինակ արվեստի, կարող են լինել լավ երաժիշտներ, դերասաններ, գիտության եւ տեխնոլոգիաների մեջ հաջողված մարդիկ են, կարող են լինել լավ օդաչուներ, տիեզերագնացներ, մասնագետներ ինքնաթիռաշինության մեջ, զենքի արտադրության ոլորտում, գերազանց մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, ուսուցիչներ, հոգեբաններ, օկուլտիստներ, աստղաբաններ։ Իսկ թե իրականում ինչ մասնագիտություն կընտրեք, հարգելի ջրհոսներ, ամեն բան կախված է ձեր անձնական քարտեզից։ Իսկ ինչու է ձեր նշանին բաժին ընկել պատանին կուժի կերպարը։ Ըստ հին հունական առասպելի կար մի պատանի, ով Տրոյի թագավորի որդին էր, Գանիմեդեսը։ Նրա գեղեցկությունը այնքան անհավանական էր, որ նույնիսկ Օլիմպիոսի աստվածները զարմացած էին։ Զևսը տեսնելով երիտասարդին իդեալ լեռան լանջին, հմայվում է նրանով։ Նա կերպարանափոխվում է հսկայական արծվի տեսքով, իջնում է երկնքից եւ Գանիմեդեսին տանում Օլիմպիոս լեռը։ Օլիմպիոսում Գանիմեդեսին շնորհվում է անմահություն։ Նա դառնում է աստվածների գավաթակիրը, մատրվակը, մատուցելով նեկտար։ Նա պատկերվում է որպես մի երիտասարդ, ով սափորիչ ջուր կամ աստվածային հեղուկ է լցնում։ Բայց աստղաբանության իմաստով դա ոչ թե սովորական ջուր է, այլ իմաստություն եւ կենսական էներգիայի հոսք, որը նա նվիրում է մարդկությանը։ Ի նշան երախտագիտության եւ հիշատակ այս պատմության, Զևսը Գանիմեդեսի պատկերը զետեղում է երկնակամարում որպես ջրհոսի համաստեղություն։ Այս առասպելը բացատրում է ջրհոս նշանի մի քանի կարևոր կողմերը։ Ինչպես որ Գանիմեդեսն է լցնում գավաթը բոլոր աստվածների համար, այնպես էլ ջրհոսը ձգտում է իր գաղափարներով ու գիտելիքներով օգուտ տալ հասարակությանը։ Ջրհոսը համարվում է օդի տարր, իսկ առասպելում արծիվը տանում է
վեր դեպի երկինք օդ, ինչը խորհրդանշում է մտքի թռիչքը եւ ինտելեկտուալ բարձունքները։ Ահա այսքանը ջրհոսների մասին։ Հաջորդիվ կխոսենք վերջին մոլորակի մասին, աստղաբանության մեջ, դա Նեպտունն է, իսկ Նեպտունը կառավարում է ձկներին, այնպես որ հարգելի ձկներ, շուտով կհանդիպենք։